Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, կուզենայի ընդամենը 2 բառով անդրադառնալ այս ամբողջ տեղեկատվական գրոհին, որը տեղի ունենում միասնության թևեր քաղաքական նախաձեռնության եւ մասնավորապես քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հանդեպ։ Ըստ էության իրավիճակը հետեւյալն է։ Այսօր առավոտյան պարոն Թաթոյանը հանդես եկավ մի շատ աղմկահարույց հայտարարությամբ եւ բացահայտումով, որտեղ նա շատ հստակ թիրախային մատնանշում էր, թե ինչպես է Ադրբեջանը բարելավել իր դիրքերը Հայաստանում օկուպացված տարածքներում, ինչպես է ունեցել դիրքային բարելավում, ինչ կահավորում է իրականացվել այդ դիրքերում եւ իր այդ ամբողջ բացահայտումով շատ պարզ հստակ ցույց տվեց մեր հայրենակիցներին, որ Ադրբեջանը շարունակում է սողացող պատերազմը Հայաստանի դեմ եւ Ադրբեջանը չի ետ կանգնում իր օկուպացիոն ծրագրերից։ Այդ հայտարարությունից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տարբեր տրամաչափի ԿՊԵ-ականների միջոցով նախկին Աներձակ Հրաչից մինչև Սիսակ Գաբրելյան սկսեցին մեկը մեկին հերթ տալով հերքել պարոն Թաթոյանին, ասել որ դա սուտ է, ինչպես միշտ դուք գիտեք նրանց ոճը, նրանց ստախոսության աշճանը։ Հիմա այս ամենը ինչ որ տեղի է ունենում ունի շատ հստակ եւ պարզ մի բացատրություն։ Ինչա տեղի ունենում, սիրելի հայրենակիցներ։ Հայաստանի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացնում է Ադրբեջանի կողմից սողացող պատերազմի փաստեր, իսկ Ադրբեջանի թեկնածու քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հերքում են Հայաստանի թեկնածուի բառերը։ Շատ պարզ է, շատ հստակ է, սիրելի հայրենակիցներ, ամեն մեկը զբաղված է իր գործով։ Հայաստանի թեկնածուն եւ նրա քաղաքական թիմը զբաղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի սպասարկմամբ եւ շահերը առաջ տանելով, իսկ Ադրբեջանի թեկնածուն եւ նրա թիմը զբաղված են այդ ամենը հերքելով եւ առաջ տանելով իրենց հովանավորների շահերը։ Շնորհակալություն։